Պետական իշխանությունը կարող է լինել անողոք, բայց երբեք չպետք է լինի անիրավ։ Հարգելի քաղաքացիներ, ձեզ եմ տրամադրում վարչապետ Փաշինյանի վարչապետական անիրավությունները հատիկ առ հատիկ։ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը, որն ստեղծվել է վարչապետ Փաշինյանի կողմից 2018 թվականին և անմիջականորեն Փաշինյանին ենթակա պետական մարմին է, Փաշինյանի իմացությամբ փաստացի դադարեցրել է Սահմանադրության և օրենքների մի շարք նորմերի գործողություններ, որը քրեորեն համարվում է սահմանադրական կարգը տապալելը բնույթի ծանր հանցանք, որոնցից մեկը հետևյալն է. Համաձայն մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող քրեական դատավարության օրենսգրքի հոդված 197-ի 2-րդ և 5-րդ մասերի պահանջի միջդատական վարույթը չի կարող տևել 4 ամսից ավելի։ Այս հստակ օրինական պահանջը նենգափոխվել է և բազմաթիվ քաղաքացիներ ենթարկվել են ավելի երկարատև, նույնիսկ տարուց ավելի տևացող միջդատական քննության, որով այդ քաղաքացիներին պատճառվել է էական վնաս։ Այժմ Փաշինյանը պարտավոր է իրեն կողմից կատարված այդ հանցավոր ինքնիրավչության մասին հանրային լրատվամիջոցներով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, իսկ վնաս կրած բոլոր քաղաքացիներին տրամադրել փոխհատուցում։ Ես բժիշկ Գուրգեն Սարգսյանն եմ Շիրակի մարզի Սառնախբյուր գյուղից։